Հարգելիներս, 1 ամիս առաջ իմ աղջկա տարեդարձին ես պատրաստեցի կարմիր բիլյուրե տորտ, որը ունեցավ շատ մեծ արձագանք, եւ այսօր երրորդ անգամ ես ունեմ նույն տորտի պատվերից։ Եվ նշեմ, այս տորտի մեջ ես օգտագործելու եմ կրեմ պլոմբիր եւ կրեմ կապուչինո։ Իդեպ նշեմ, իմ բոլոր տորտերի մեջի կրեմները ես օգտագործում եմ միայն զելանդական կարագով, օգտագործում եմ ռագաչով խտացրած կաթը, բիսկվիտներս ամբողջովին բնական հումքից են, ձու, շաքարավազ եւ ալյուր, եւ ոչ մի ավելնորդ հավելումներ ես չեմ օգտագործում։ Եվ նշեմ, տնական տորտերը այդ դրանով են տարբերվում, որ ամբողջովին բնական, տնական հումք է պարունակվում։ Հավելեմ նաև, որ տորտի համը կախված է կրեմի բաղադրությունից, թե պատվիրատուն ինչ կրեմ է պատվիրել եւ միջուկը, ինչ միջուկ կլինի տորտի մեջ։ Այդ ամբողջը համային տրամադրություն է ստեղծում տորտի մեջ եւ ամեն անգամ տորտի համը կարող է լինել տարբեր։ Իսկ այս անգամ պատվիրատուն միջուկ չի ցանկացել։